Սիրելի բարեկամներ, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր դիտում են Փակ TV-ին։ Փակ TV-ին, որի նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի մեր ունկնդիրները հաճույքով դիտեն մեր ծրագրերը։ Գիտեք, շատ են այն առաջարկները, ցանկությունները, որ մենք ստանում ենք մեր ունկնդիրներից, մեծ մասն ասում է, որքան հնարավոր է շատ նյութեր ցուցադրեք ձեր տեսադարանից, դրանք շատ հետաքրքիր են, առավել ևս այն մարդկանց մասին, որոնք ցավոք արդեն մեր կողքին չեն, բայց նրանց հետ նորից հանդիպելը, նորովի հանդիպելը մեզ համար պարզապես հաճելի անակնկալ է։ Եվ ահա այսօր ես լինել թե չլինել իմ հեղինակային ծրագրից ուզում եմ ձեզ ներկայացնել մի անձնավորության հետ զրույց, ով իսկապես շատ, այսպես կարելի ասել, բացառիկ, այսպես անձնավորություն էր եւ մեր առաջին ընդդիմադիրներից մեկը, ով անընդհատ պայքարում էր հատկապես իշխանությունների անօրինականությունների դեմ։ Նրա կյանքը պայքար էր եւ մենք առիթ ենք ունեցել մի քանի անգամ հանդիպել այդ անձնավորության հետ։ Հիմա ես առաջարկում եմ դիտել նրա հետ տեսագրված մեր վերջին հարցազրույցներից մեկը, ինչը կարծում եմ հատկապես հաճելի հուշեր կարտասի բոլոր նրանց մոտ, ովքեր հավատում եւ վստահում էին այդ անձնավորությանը։ Դիտեք։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք եւ ես ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին։ Գիտեք, ամեն անգամ, երբ մտնում եմ տաղավար եւ սպասում եմ հյուրիս, միշտ մտածում եմ, թե ուղիղ եթերը պիտի լինի այնպեսին, որ մարդիկ կարողանան այդ եթերից եւ բավականություն ստանալ եւ ամենակարևորը իրենց ուզող հարցերի պատասխանը։ Գուրգեն Եղիազարյանն է այսօր մեր տաղավարում հյուրընկալվել, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, պետական անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ եւ գրող, հրապարակախոս, 7 գրքերի հեղինակ, մի խոսքով անձնավորություն, որի հետ հիմա պիտի զրուցենք ուղիղ եթերում։ Պարոն Եղիազարյան, բարով եք եկել։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Ես գիտեք միշտ այսպես ուրախանում եմ, որ դուք միշտ լավ մարզավիճակում եք սպորտային լեզվով ասած։ Աստված։ Եվ ամենակարևորը չնայած բոլոր տեսակի ձեր քննադատական ելույթներին էությամբ շատ լավատես մարդ եք։ Սա շատ հետաքրքիր երևույթ է, որը ոչ բոլոր քննադատողների մոտ կա։ Անկեղծ եմ ասում։ Հայաստանում միայն դա է մնացել, ուրիշ բան չկա։ Լավ։ Անդրադառնանք վերջին իրադարձություններին, խոսենք գնացած անցած օրերի մասին, սկսենք մեր կառավարության վերջին ներկայացած վերջին նոր ծրագրից, պիտի ասեմ, որ մենք պիտի նաև հիշատակենք նոր վարչապետին, որի մասին, որքան ես հասկացա, բավականին այսպես բարիդրացիական վերաբերմունք ունեք։ Գիտեք, պարոն Գուշյան, ձեզ մի պարզ ճշմարտություն ասեմ։ Ես Հայաստանի Հանրապետություն դեռ չեմ տեսել մի ծրագիր, որը կյանքի է կոչվել։ Ծրագրերը որպես կանոն Հայաստանում ընդհանրապես ստեղծվում են մարդկանց աչքի թորս փչելու համար։ Ես կարող եմ բերել ձեզ Սերժ Սարգսյանի 3 ծրագրերը, եթե նա իրագործեր դրանց 10%-ը, մենք ձեր հետ կապրեինք դրախտում։ Բայց ցավոք սրտի դասականին հիշելով ասեմ, որ ապրում ենք դժոխքում կամ շատ մոտ ենք այդ դժոխքի դռանը։ Հայաստանը հայաթափում է, աշխատատեղեր չկան, չնայած նրան, որ արդեն 5.5 միլիարդ վարկ են վերցրել, թե ուր են տարել, ինչ են արել, միայն Աստծուն է հայտնի։ 5.5 մարդու աշխատանքի չեն տեղավորել։ Խոսում ենք պատերազմից, օրինակ գնում է առաջի դեմքը Արցախ, թե ինչի ագնում չեմ հասկանում, ինչա մտավորականների հավաքում չեմ հասկանում։ Գնում է այնտեղ մտավորականներին հավաքում է, ասում է հետևյալը. Արցախում ելույթ անենում, մտավորականներին Արցախում պետք է հավաքի միայն, հիմա կանրադառնամ ես Կարեն Կարապետյանին, միայն Բակո Սահակյանը։
Բա մենք ասում ենք, չէ, անկախ երկիրը։ Սերժ Սարգսյանի հետ մտավորականներին հավաքումը թող հավաքի Երևանում։ Նա Հայաստանի Հանրապետության նախագահն է, այսպես ասեմ։ Իսկ Արցախի անկախ երկրի նախագահն Բակո Սահակյանն է։ Այդ նույն բանն է, որ Սերժ Սարգսյանը կարող է մտավորականներին հավաքի գնա օրինակ Թբիլիսիում անցկացնի այդ ժողովը մտավորական։ Ինչ տարբերություն, նա էլ անկախ երկիր։ Այդ սրանից օգտվելով մեր ճշնամիները ասում են, թե այսինքն բանաձևում են մակում, որ մենք ագրեսոր ենք։ Եթե ասեմ, գալիս եմ Կարեն Կարապետյան։ Այո, ասեք, որտեղ ես այս ամեն ինչ ասացի, որպեսզի պարզ լինի, թե այդ ինչ պայմաններում է Կարեն Կարապետյանը եկել եւ վարչապետություն ստանձնել։ Անհասկանալի մի տեղ է եկել Կարեն Կարապետյանը։ Եվ երբ որ ասում եք Կարեն Կարապետյանի ծրագրերը, ես ավելի ճիշտ հետամուտ կլեմ նրա քայլերին Կարեն Կարապետյանի։ Ծրագրում կարելի է ամեն ինչ գրել եւ ոչ մի բան չկատարել։ Բայց փառք Աստծո, այն ծրագրը, որ հանդես եկավ ԱԺ-ում, եւ այն մոտեցումները, որ այսօր ունի, մենք տեսնում ենք, որ առաջընթաց կա։ Այսինքն մենք ձեր հետ հայտնվել ենք մի հատ անհասկանալի երկրում, որտեղ գալիս է մեկ մարդ, որին 2 ամսում հաջողում է բավականին հաջողությունների հասնել։ Հիմա դուք ինձ հարց տվեք, բայց ինչու ձեր գոված Հովիկ Աբրահամյանը այդ հաջողությունն չի ասել։ Շատ պարզ, նա գալիս էր ուղիղ ԽՀԿ-ից եւ նա ուներ որոշակի պարտավորություններ իր կուսակիցների մեջ եւ տարօրինակ է այն է, որ Հովիկ Աբրահամյանին առաջի օրվանից սկսեցին խանգարել։ Չնայած նույն տենդենսը ստեղ է նկատվում։ Այնպես որ մենք ձեր հետ հետաքրիր երկրում ենք ապրում։ Եվ վաղը ինչ պետք է լինի, էլի միայն Աստծուն է հայտնի։ Ես հասկացա, որ դուք վարչապետերի հանդեպ առանձին թուլություն ունեք, Հովիկ Աբրահամյանն էլ հիշում եմ ժամանակին ասում եք, որ պիտի լավ լինի, սա արվի, նա արվի։ Լավ արեց, լավ եղավ, Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանից հետո չէ, թույլ տվեք չհամաձայնվեր, որ վարչապետների հանդեպ հատուկ լավ վերաբերմունք ունենք։ Մենք ունենք մեկին ստեղ, ցավոք սրտի, անուններ չեմ զզվում եմ տամ։ Վարչապետ կար այդպես։ Ասես թե, բայց սրանք երկիրը չթողնեն մնան երկրում, որ հեղափոխություն անեն, այդ ձեր ասածը։ Նա քանդեց, ավիրեց Հայաստանի Հանրապետությունը։ Հովիկ Աբրահամյանի պետք է շնորհակալություն հայտնենք այսօր, որ թույլ չտվեց, որ կործանվի Հայաստանը։ Հիմա իմ կարծիքով իշխանությունները մի հատ այսպեսի սահմանային գիծ են նշում, որ եկեք ամեն ինչ մոռանանք, ազգ բանակ դառնանք իրար հետ, այն որ կեղեքել ենք, ձեզ ուղարկել ենք, ձեզ նստացել ենք, ձեզ քշել ենք Հայաստանից, մոռացեք, հիմա ազգ բանակ ենք, բռունցվենք, որպեսզի իրար հետ հաղթահարենք այս ամեն ինչը։ Այո, ես ասել եմ, բանակում չծառայած ուղիղ այդ նախարարը պաշտպանության իրավունք չուներ նախարար դառնալու։ Եթե ժամանակին խուսափել ես, հիմա ինչպես ես նայելու մնացած այդ խուսափողներին, միայն Աստված գիտի։ Ինձ ասում են, որ գիտեք, 3 տարի է, թե 3 ամս չեմ իմանում։ Եղել է, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար եղել է օգնական։ Ոչ, դա ծառայություն չի։ Դա ծառայությունից խուսափել է։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է մատ նայեր, տեսներ էլի։ Արդյոք բանակում չծառայեցին, ինչ պետք է վերցնի իրեն խորհրդական, ինչ խորհուրդ պետք է այդ մարդը տա։ Ամերիկացիները վերջերս 2 անգամ ուղիղ դիմեցին մեզ ասելով, որ ամեն տարի Հայաստանից անհայտ ուղղությամբ դուրս է գալիս $1 միլիարդ։ Սերժ Սարգսյանի այս թագավորության ժամանակ Հայաստանից դուրս է եկել $9 միլիարդ 800 միլիոն։ Բավական է հանձնարարական լինի ազգային անվտանգությանը 1 միլիարդ դոլարը բերեն, ոչ միայն քարորիա պատերազմից հետո տուժողներին կամ զոհվածներին, հերոսներին կարելի է բավարարել ընտանիքների գումարով, այլ նաև տասնյակ հազարավոր այլ մարդկանց։ Այսեք սրանից այդ ազ բանակը թող սկսվի 10 միլիարդ գողացած փոշիացրած գումարների հետ բերելուց։ Այն ժամանակ ձեզ ժողովուրդը կհավատա, բայց դա չեք կարող անել։ Բարև ձեզ։ Ես խնդրում եմ անմիջապես հարցը ասեք, հա, եւ եթե կարելի է ներկայացեք։ Ես ուզում եմ պարզապես իմ յասմունքն արտահայտեմ պարոն Եղիազարյանին։ Ես բազմիցս անգամ իր այդ հաղորդումները, այդ մեկնաբանությունները բան լսել եմ, ոգևորված եմ։ Պարոն Եղիազարյան, ես ցնցված եմ ձեր մտքի հետ
մտքերը որ արտահայտում եք այդպես դուխով էլի դուխով ընդ մի բան է դա քիրետի իրականում մտածա թե ձեր մեջքին բակա պրոստը դուք դες դուխով խոսում եք ընդ մի հարց է դա պիտի շնորհակալություն այսինքն իմ մեջքին մարկա դուխով հա որ այդքան խոսում եք իմիջիալից դուք բավականին սուր քննադատություններ եք անում իշխանությունները երբևէ ձեզ չեն կարողացել մի այնպիսի գայթակղիչ առաջարկություն անել որ ասենք կարապեշից Ես վերջնական ոչ իվան չեմ ասում։ Ես այն ինչ որ պետք է ասեմ, դեռ չեմ ասել դրա մասին։ Շատ հարցեր կան։ Իսկ վերաբերում է որ մեջքիսով կա, հա, մեջքիս օրինակ այդ տղան կա այդ հարց տվող։ Մեջքիս կա հայ ժողովուրդը, որը կանգնած է, որ մի օր կգանք, sense կանգնենք, ասենք ինչ ենք անում, ուր գնացինք, ուր հասանք։ Հիմա միգուցե sense զերգդիմի էր հարցը, մեջքիտով կա կանգնածին, sense խոսում ես, հա, տղա ջան, մի բան ասեմ քեզ։ Իմ երեխաները տուժել են, որ ես իրենց հայրն եմ։ Ուղիղ տուժել են։ Երկու որդիս չեն աշխատում, երեք որդիս չեն աշխատում, մեկ աշխատում էր դիմեցին, որպեսզի գործից հանեն, հիմա Մոսկվայում է գտնվում, երկու որդիս չեն աշխատում, որտեղ Սերժ Սարգսյանը նախագահ է։ Այնպես որ մեջքիս Սերժ Սարգսյանն է կանգնած։ Լավ, ես ձեզ ասեմ, որ ձեր մասին էլ այդքան, ասենք, շատ ոգևորված չեն խոսում ձեր նախկին գործընկերները, այ ես մամուլից հատուկ հանել եմ 7 տարի առաջ դեր արված գրված հետևյալ տողերը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ են գրում այդ մասին, որ նախկին փոխնախարար Գուրգեն Եղազարյանի վերջին շրջան մի խումբ անձանց Գոնե մեկի ազգանունը կա գրված։ Չէ, այսպես գրածա որ աշխատակիցները։ Ինձ հիշեցրեց։ Չեք ուզում ձեզ կարդամ։ Չէ, կարդակ։ Ինձ հիշեցրեց մի դրվագ, մի պատմական հիշողություն, դուք դա պետք է հիշեք։ Երբ որ կոմունիստների ժամանակ ստորագրում էին, մի հատ ասենք անստորագիր նամակի տակ ստորագրություն պետք է դրվեր, ազգանուն չէին գրում, գրում են մի խումբ կոմունիստներ։ Դե մի խումբ ձեր նախկին գործընկերներ, այդպես ասեն։ Դժվար իմ գործընկերներն են։ Դե գրված է Գուրգեն Եղազարյանի վերջին շրջանի պարզաբանումների եւ մեկնաբանությունների վերաբերյալ է գրված։ Իսկ դուք գիտեք պարզաբանումները ինչին էր վերաբերում այդ մի խումբը։ Թող կարդամ տեսեք ինչ է հետո, եթե ինչ-որ բան թողում եք խոսեմ, վերջը դուք իմ հյուրն եք։ Ես երբ որ ձեզ հյուր կգամ, դուք այն ժամանակ կարող եք։ Լրատվական միջոցներում պարբերաբար հերոստահաղորդումների ժամանակ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առնչվող հարցերի շուրջ հաճախ հնչում են պարզաբանումներ, մեկնաբանություններ, որոնց հեղինակը որպես ազգային անվտանգության նախկին փոխնախարար ներկայացող Գուրգեն Եղազարյանն է։ Հարցերի նրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները շատ անգամ զավեշտի հասնող մեկնաբանություններ են հիշեցնում։ Իր հիվանդ երևակայությամբ ծնված այդ հայտարարությունները հարկավ հանրության աչքին մեկ անգամ եւս երևալու միտում ունեն։ Ազգային անվտանգության նախկին վարչության պետ Դավիթ Շահնազարյանի հետ ունեցած բարեկամական կապի շնորհիվ նա նշանակվեց ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ եւ այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 7-8 ամիս։ Լինելով ղեկավար պաշտոնում նա այդպես էլ չկարողացավ հանդես գալ ազգային անվտանգության համակարգի էությունն ու նշանակությունը աշխատանքային նրբությունները եւ յուրահատկությունները հասկանալ։ Գուրգեն Եղազարյանի հասցեին ուղված այս տողերը ձեր գործընկերներն են գրել, սիրելի պարոն Եղազարյան։ Ոչ, իմ գործընկերները չեն գրել։ Գրել են մի քանի, ասենք թե խամաչիկ։ Նախկին կոմունիստներ։ Լսեք դե, ոչ, խամաչիկներ, ասեմ ձեզ։ Իմ քննադատությունը վերաբերում է հոկտեմբերի 27-ին։ Դուք ասեք, խնդրեմ, հոկտեմբերի 27-ին ժամանակ, երբ կատարվեց այդ սարսափելի աբեկցությունը քաղաքի կենտրոնում օրը ցերեկով գնդակահարվեց պարլամենտը մեր, ազգային ժողովը, ով էր անվտանգության շեֆը, ով էր ղեկավարում այդ անվտանգությունը։ Սերժ Սարգսյանը։ Լավ, ասենք թե նա գնացել էր այնտեղ աշխատում էր, էլ չէր իմանում ինչ անվտանգությունը։ Բայց Գորիկ Հակոբյանը, որ հետո դարձավ ԱԱԾ-ի պետ, այդ դրանց խումբն է դա գրել։ Եվ այնքան էլ տղամարդ չեն, որ տակը գրեն իրենց ազգանունը կոնկրետ։ Որտեւ եթե գրեին իրենց ազգանունը, ով է դա կազմել։ Ձեր այդ հիմա ավելի առարկական կխոսային, կասեի ովքեր են դրանք։
Հիմա գամ այդ դրվագին հոկտեմբերի 27-ի։ Բայց եթե անտանգությունին պատասխանատու չի հոկտեմբերի ահաբեկությանը Յուլիաստատն է պատասխանատու։ Եթե ես ասել եմ, որ այդ մարդիկ պետք է դատապարտվեն, պետք է ուղղակի դրանց դատի տալ։ Պետք է դրանք լինեին պաժախցերու։ Այդ արյունը որ թափվեց։ Մենք կորցրեցինք մեր ապագան, մենք կորցրեցինք Կարեն Դեմիրճյանին, մենք կորցրեցինք մեր 7 ընկերներին։ Մնար Կարեն Սերոփիչը, ուրիշ Հայաստանում մենք այսօր կապրեինք, ոչ Սերժ Սարգսյանի։ Բայց չասեմ ինչ է կատարվել։ Ուրեմն եթե ասում եմ, հետո 7-8 ամսվա համար։ Ես անվտանգություն եմ գնացել 93 թվականի նոյեմբերին, դուրսը մեկ է 96 թվականի 95 հունիսի 16-ին։ Այսինքն գրում են, գրեցին 7-8 ամիս անցավ, դուք կարդացիք քո բոլորին չեմ գնալու այդ թվերը ասեմ բացատրեմ, չէ՞։ Տակտիկական քայլ է կատարված։ Ինչու ծնվեց այս հորինված հայտարարությունը։ Երբ որ ես ասացի, որ այդ ինչպես եղավ, որ Գորիկ Հակոբյանը անմիջապես կոնորոշվեց, կես ժամում ով է Նայիրի Հունանյանը, ով է հայրը եւ ինքը ուղիղ Փիրուզա Մելիքսեցյանին հարցազրույց տվեց, ասենք ցուցմունք իր վրա։ Ինչ ցուցմունք տվեց նա։ Ասաց հետեւյալը, որ ինձ հաջողվեց պարզել Նայիրի Հունանյանի հորը, բերել անվտանգություն, հետը զրուցել, հասկանալ, որ նա իր որդու վրա անզոր է եւ դրա համար էլ ուրեմն մենք գնացինք, վերցրեցինք Նայիրի Նազարյանին, գնացինք, որ իր համակուրսեցու հետ խոսա։ Ներողություն։ 35 րոպեում այդ ոնց պարզեց այդ Գորիկ Հակոբյանը, որ մի ճնճղուկ չի կարա գտնի։ Այդ ոնց պարզեց, ով է հայրը, բերեց Բանգլադեշից, հորդ խոսած, պարզեց, որ որդու վրա չի կարող։ Այդ դրանից հետո ծնվեց սա։ Այնպես որ այդ Գորիկը ասում եմ վատա, առողջ եմ ցանկանում, որպեսզի տեսնեմ մեղադրյալի աթոռին նստած, որպեսզի հարց տանք դու էլ պատասխանես Գորիկ, թե ոնց եղավ հոկտեմբերի 27-ը։ Դու գիտեի, որ կատարվելու է դա, թե ոչ։ Ինչպես եղավ, որ մտան պարլամենտը գնդակարեցին, ինչպես եղավ, որ քուպես անբանը, եթե չասեմ Դավաճանը, դարձավ ԱԱԾ-ի պետ, որի արգանդից դուրս եկան այս մի խումբ ընկերները, մի խումբ ընկերները, որոնք էլի պետք է պատասխան տան հոկտեմբերի 27-ով։ Թող անցնի եւս 10 տարի, մեկը պատասխան եք տալու։ Պարոն Եղազարյան, լավ, ես ես հասկանում եմ, եկեք մի զանգել պատասխանենք եւ երևի զանգերը սահմանափակենք, որտեղ հարցեր ունեմ, չեմ հասցնում տալ։ Բարև ձեզ, խնդրեմ, մի անգամից հարցը ձեր։ Հալո։ Խոսեք։ Ալո։ Այո, ասեք, տիկին, ասեք։ Բարև ձեզ։ Այո։ Իմ անունը Սոնա է։ Ես հիմա լսում եմ ու այնքան դժվար է ինձ համար, որ լսում եմ ու ասում մենք գիտենք, որ շտաբի պետը Հակոբյան Մոսին այս արեն, ասում է, որ զինվորի համար հացի ալյուրին խառնում են ավազ։ Դա որ եթե գիտեք, բա ինչի չեք բռնում այդ ամեն ինչի պոչից։ Ասում եք, այդ ամեն ինչի, այդ որ դուք գիտեք, այդ իրանց ամեն ինչի չեք բռնում մի անգամից, ախր զինվորը մեր երեխեքն են, չէ՞։ Մեր երեխեքին են տարել եւ ավազով հաց են տալի։ Իմը զովել է, բա մնացածինը։ Բա կարելի է զինվորի հետ այդ ձևի վերաբերվել, չէ՞ որ այսօր Սառնամանիքի զինվորն է կանգնած այնտեղ, բայց իրանք են օգտվում այդ ամեն ինչից։ Ճիշտ եք, տիկին Սոնա, ճիշտ եք, շատ ցավալի հարց։ Ես լսում եմ, դուք չեք պատկերացնում ինչքան ցավ եմ ապրում ես նորից ու նորից զինվորի համար, ապրիլյան այդ զոհերը, այդ ամեն ինչը դուք հասկանում եք ինչ։ Տիկին Սոնա, գիտեք։ Ես խնդրում եմ, եթե դուք գիտեք այդ ամեն ինչը, պայքարենք, եկեք պայքարեք դրա դեմ։ Տիկին Սոնա, ես ձեզ հասկանում եմ, շատ դժվար է։ Դե բացարձակ ճշմարտությունն է, ասում մայրը, այն կորցրած զինվորի մայրը, եւ այսպես մի բան, էլի, հիմա մենք ձեզ հասկանում ենք, մենք ասելու բան չունեմ, այ Բադասյանը դուրս եկավ այդ ամեն ինչի դեմ, ինչ արեց, են քրեական գործ են հարուցել, Բադասյանին թուրմացա մեջ քսելու մեզ էլ հետ է։ Կանցնի 3-4 ամիս մենք կմոռանանք ինչ են արել, ով է տենդերը շահել, ով է լափել այդ գումարները։ Բադասյանը խոսում է տասնյակ միլիոնավոր դրամների մասին։ Իսկ մենք այսօր հազարական դրամի համար ենք այսօր ստեղ խոսում, ասում ինչ է կատարվում։ Բացարձակ ճիշտ եք։
պետք է հետամուտ լինեն, իսկ ով լինի։ Մենք մամուլում կարդում ենք հարյուրավոր հանցագործների մասին եւ ոչ մի քրեական գործ չի արվում։ Աստված մի արած, այս իշխանությունների հետ կապված մի բան էլի 10 հատ քրեական գործ կարծեն անմիջապես, առանց վարանելու, մարկանց վախացնելու, մարկանց տորացնելու, այս մենակ աթոռին չկպնենք։ Թե չէ մնացած ամեն ինչ ուղիղ է։ Քանի օքի պետք է ուղիղ դատվեր, երբ մեր ուղաթիռը թուրքերը խփեցին։ Խփեցին շատ པարզ վիճակում։ Իսկ ինչ իմանանք միգուցե դավաճանության արդյունքում խփվեց մեր ուղաթիռը, որ ասում են ուղաթիռը ով իրանք ունի առանց պարազինության ուղարկի չեզոտ գոտի, որտեղ թուրքը վերկանա, մուխա 7-ով հարվածի գցի մեր ուղաթիռը։ Մենք 3 սպա կորցրեցինք։ Դրա դիմաց մեկը պատասխան տվեց, դրա դիմաց մեկը դատվեց։ Մեկի ուսադիրները պոկեցին ուսերի վրաց։ Ոչ, ինչու համար անեն դա, որտեղ իրանք են մեղավոր։ Այն ժամանակ այդ ուղաթիռը որ խփվեց, նախարարը Մովսես Հակոբյանն էր, ինչի համար ասում է պարոն Բադասյանը։ Այսօր բեր առաջ են քաշել Երևան շտաբի պետը։ Բայց այդ մարդը ո՞նց է մեր շտաբը ղեկավարելու։ Եվ որ նախագահն էլ ուղիղ ասում է, որ մենք 80 թվականից պարազինություն ունենք։ Այդ մենք ինչի մասն ենք խոսում։ Թուրքերը քանի միլիոն դոլար պետք է կորցնեին, որ հետախուզությունը պարզել մեր սպառազինությունը որ թվականին է։ Կամ էլ միջև այդ մենք ձեր հետ միասին ապրում ենք, միջև ապրիլյան պատերազմը, ապրում ենք ապահով Հայաստանում, չէ՞, այդ ապահով Հայաստանով եկած իշխանության։ Բայց ինչ ստացվեց։ Ինչ եղավ սահմանի վրա։ Սահմանի վրա սարսափ եղավ։ Ինչու Զարուհի Փոստանջյանը ձեզ մոտ հարց բարձրացրեց, որ պատգամավոր լինելով նա հետամուտ է եղել, գիտի, որ մեր տանկերը շարժիչները չեն միացել։ Ով է պատասխան տվել մինչև այսօր։ Դե որ այսպես պետք է անեք։ Սամվել Բաբայանը պետք է իրանց տան նստի, իսկ այնտեղ շարժիչները պետք է չմիանան, պետք է ակումուլյատորներ չլինեն Մարկոսների տանկերի վրա։ Պետք է մեզ հեքիաթ պատմեն էլի Գյուլնաստատիկի բնակավարից, որ բահերով մեր զինվորը կանգնել է սահմանի վրա, սահմանը պաշտպանել է բահը ձեռքին, փամփուշտ չի ունեցել, երբ որ հարց են տալի, պատասխանում եք, թե գնդակոծումներ չկարողացան փամփուշտներ տեղ հասնել, ինչի դեր է ստրատեգները, այդ լրջագույն ռազմագետները չէին հասկանում, որ ցանկացած պատերազմի դեպքում գնդակոծվելու է փամփուշտը չեն կարողանում ակետից բեկետը բերել։ Ինչևից է հարցերը շատ են։ Մեկը չի, երկուսը չի, երեքը չի։ Սրանք պատասխան միջևս չունեն։ Պարոն Եղիազարյան, ես առաջարկում եմ եւս մեկ տեսանյութ դիտենք, որտեղ նույնպես շատ կարևոր թեմայի հետ է առնչվում։ Խնդրեմ։ 25 տարիների ընթացքում ինչի ենք հասել ձեր հետ միասին։ Եթե ինձ հարցնեք ոչի բանի։ Եթե հանրապետության նախագահն ասում է, որ հասել ենք նրան, որ ունենք անկախ սերունդ, ուրեմն այդ անկախ սերունդը ծնվում, մեծանում, դաստիարակվում մեր գիտակցությունից անկախ։ Ես ես մեկ շատ ավելի պարզ օրինակ բերեմ յունի օրինակը։ Այդ չինացի յուն Սինգապուրում ընդհանրապես վերցրեց, ասեց, հայտարարեց, որ եթե անգամ իմ հարազատը կփորձի կաշառք վերցնել, կգնդակահարենք սահմանադրությամբ։ Եվ ինչ եղավ։ Երրորդ երկիրն է աշխարհում, Սինգապուրում, յունից հետո մինչև այսօր։ Բայց մենք դոփում ենք տեղում եւ մեր հայրենակիցները ճողոպրում են ճամպրուկներով սահմանի վրա իրար բրթելով։ Ինչա, ապահով եւ հանգիստ գեղեցիկ Հայաստանից են փախնում այդ մարդիկ։ Սովից են փախնում, իրենց երեխեք ուտելու հաս չունեն։ Եվ յունը ինչ արեց։ Յունը ընդամենը գնդակարեց սեփական քերուն, առաջինը։ Օրենքի սահմաններում մահապատիժ ընդունված է։ Եվ ամեն ինչ դադարեց, մարդիկ հասկացան, որ եթե սեփական քերու հանդեպ է այսպես վարվում, պետք է յունին լսել, հակառակ դեպքում վատ կլինի։ Եվ Սինգապուրը դարձավ մեկ տարվա ընթացքում առաջատար երկրներում գրավեց տասնյակի մեջ մտավ։ Պարոն Եղիազարյան, գիտեք, ակամայից հիշեցի հայտնի ֆիլմի հերոսին, երբ ամեն անգամ առիթ է լինում խոսել
գողության, կաշառակերության, կոռուպցիայի մասին ձետը չկինին։ Հիշում եք որ քննիչը հարցրեց, ասեց, ինչի եք անում։ Ախր ասեց շատ են գողանում, ախր շատ են թալանում։ Լավ, էս կոռուպցիայի վերջը ինչ է։ Սրա վերջը կարելու ենք տղճե։ Չգիտեմ ով պիտի գա։ Եկել է արդեն։ Անունը Կարենն է, ազգանունը Կարապետյան։ Մեր նոր վարչապետը։ Եվ հուսով է որ անկախությունը կպահպանի, միայն ինքը եկել է շատ վատ ժամանակահատվածում, շատ վատ։ Միգուցե մարդիկ, խորամանկ մարդիկ այդպես են մտածել են, որ հիմա բերեն Կարեն Կարապետյանին։ Հիմա մտցնեն իրենց ցուցակի մեջ, ՀԿ-ի։ Կարեն Կարապետյանը միանշանակ Հայաստանում ձայն է հավաքելու։ Բայց դա բավարար պայման կլինի ազգային ժողովը, որպեսզի լինեն լսված լիեն մարկանցով, ովքեր կպաշտպանեն Կարեն Կարապետյանին եւ չեն պաշտպանի Սերժ Սարգսյանին։ Գիտեք, յուն արես դա Սինգապուրում։ Սինգապուրը վերջից 3-րդ, 4-րդ տեղը գրավող երկիր էր։ Թաղված թմրամոլության, թաղված կաշառակերության, համընդհանուր Սինգապուրը գտնվում էր ուղիղ մաֆիայի ձեռքին։ Եվ մեկ չինացի յուն շատ արագ 3 տարում Սինգապուրը մտցրեց 20 երկրների շարքում։ Մի երկիր, որը ջուր չունի խմելու, չեմ ասում, քաղաքապետություն մի հատ էլի ընդունենք։ Մի հատ Մոնակո։ Մեկ մարդը յունը։ Բայց այսօր այս մեր ժողովրդի ում հետ որ ես զրուցում եմ, հույսը Կարեն Կարապետյանն է։ Մեր առաջիկ քայլերն են։ Բայց դա ՀԿ-ի երկրորդ համարն է։ Եվ ես չեմ անում վաղը միսօրը ինչ ականներ են տեղադրել, որ Սերժ Սարգսյանը ՀԿ-ում ունենա բացարձակ մեծամասնություն։ Արդեն միգուցե տեղադրված են ականները արդեն։ Դա պարզ կդառնա հունվարի 15-ից 20-ից հետո։ Բայց լավ, մեր ընդդիմությունը չի կարող համախմբվել, մի դաշինքով գնալ, մի կառույցի, մի կուսակցության շուրջ։ Եթե դուք ինձ հրավիրեք ամսի հունվարի 20-ից հետո ձեզ կասեմ, որտեղ ընդդիմություն կոչվածը շատ հետաքրքիր է, էլի, այդպես չի, որ միանշանակ այնտեղ շատ հարցեր կան։ Օրինակ, ես ինքս հակված եմ, ես ինքս տեսնում եմ, որ մենք դուրս կգանք այս ճահճի մեջից, այս գաղճ մթնորդից դուրս կգանք իրոք Կարեն Կարապետյանի շնորհիվ։ Բայց ասում եմ, ժամանակահատվածը այնպես է ընտրված, որ հայտնի չի, թե ինչպես պետք է դա արվի։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանը մեկ էլ հանկարծ մտքով անցավ, ես դա Ալ Ջազիրայում, նա միջև այոն ոչ է, միջև այդ ընդունում է ամեն ինչի նոր սահմանադրության։ Նա ասում էր, որ ես վերջ, ես ասացի, ես գնացի, ել պաշտոն չեմ զբաղեցնելու։ Դե ինձնակ ես մտածում եմ, որ ցանկանում է դառնա ՀԿ-ում ՀԿ-ն կլինի բացարձակ մեծամասնություն, կդառնա, ասենք Բրեժնև, կնստի ՀԿ-ի այդ շենքում եւ կղեկավարի ազգային ժողովի մեծամասնությունը, որը կընտրի վարչապետ, այդ վարչապետներ կլինի այդ մեծամասնության հլու հնազանդ ճորտը։ Էլի այնտեղ նստելով Բրեժնևի նման կղեկավարի երկիրը։ Ոչ, այդպեսի չի, այդպես չի լինում։ Ես ուրիշ օրինակներ գիտեմ։ Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում մեկ էլ հանկարծ ասեց, որ դե չենք որ հարց տվեցին ինչպես է քաղաքական ապագան, բան ասեց, դա կապված անդրություններից ՀԿ-ն որքան ձայն կհավաքի, հետո կտեսնենք դեռ ձուկը ջրում է։ Արդեն акցենտը փոխվեց, հələ չեղած նա։ Արդեն մոռացավ ինչա խոստացել։ Արդեն խնդիր ունի մնալու։ Եթե խնդիր ունի մնալու, ապա Կարեն Կարապետյանին ինչու հրավիրեցին։ Հրավիրեցին, որ այս 3-4 ամիսը յոլատանի, այնտեղ ցուցակում ունի երկրորդը, իր Սերժ Սարգսյանի մարդիկ մտնեն պարլամենտ եւ արդեն պարլամենտով ամեն ինչ որոշվի։ Ոչ, այդպես չի լինի, պարոն Սարգսյան։ Հուսով եմ չի լինի, որտեղ Հայաստանը ժամանակ չունի։ Հայաթափված, լքված Հայաստանը ժամանակ չունի այդ նոր խաղերին։ Էլ չի դիմանա, պետականություն են կորցնում։ Հո մենք պետականությունը 10-15 հոգոմա պետքա չկորցնենք ազգովի։ Այնպես որ մենք պետք է լսվենք այն գաղափարի շուրջ, որ նոր է եկել Կարեն Կարապետյանը, նոր է եկել, բայց նա արդեն իսկ ցույց է տվել իր աշխատանքը։ Գազպրոմը ցույց տվել, ինչպես այդ կառույցը ուղղակի ռեօրգանիզացիայից հետո բոտի կանգնացրեց եւ սկսեց աշխատել։
շահութաբեր լինել։ Գիտենք դրանից առաջ Կարեն Կարապետյանին, որը աշխատում էր Արմեներգոյում։ Ի վերջո Կարեն Կարապետյանը մի անձնավորություն է, որի տեխնացուական դիսերտացիան պաշտպանել է 23 տարեկան հասակում կոմունիստների ժամանակ։ Կոմունիստների ժամանակ հիշում եք, այսօրվա դիսերտացիան չէր, այսօրվա ինչ ու մասես կարաս փողոցից բռնես, երկրորդ դասարանի կրթությամբ սարքես դոկտոր պրոֆեսոր, ակադեմիկոս։ Խոսքը կոմունիստների ժամանակ պաշտպանվածի մասին է։ Այսինքն պատրաստված կադրի հետ գործ ունենք, մենք հայի պատրաստված կադրի եւ քանի որ այս ամեն ինչի մեջից դուրս չի եկել, Հովիկ Աբրահամյանը ասացի կաշկանդված էր նա շնորհակալություն հայտնենք, որ Հովիկ Աբրահամյանը այդ վիճակում պահեց Հայաստանը, որտեղ այն մեկը, այն հիշում եք, որ մեր տոննայուկես ոսկին բարով խերով վաճառեց, ֆունտը բերեց, ոսկին դրանից հետո 4-5 անգամ թանկացավ։ Այսքան ժամանակ ոչ մեկը չի հարցրել, տղա ջան, դու այդ տնտեսագետների, որ չէր հաշում երկու քայլ, որ ոսկին թանկա, ինչի՞ մեր ոսկին փուխ սարքեցիր։ Այդ տնտեսագետներ, որ եղբորը ուղարկեց Չինաստան դեսպան, հետո շատ բարեհաջող կաուչուկի մի գիծը ուղարկեցին Չինաստան։ Այսօր տալիսը Դյուպոնից հետո երկրորդն է 3% խլոնոպրային կաուչուկ է տալիս։ Այդ տնտեսագետը, այդ վարչապետ կոչվածը, այնա պայթացրել երկիրը, Հովիկ Աբրահամյանն եկա։ Փառտվենք կասու, որ դեֆոլտ չապրեցինք, լրի չպայթեց։ Բայց հիմա նոր մարդ է եկել։ Եկել է Կարեն Կարապետյանը, մարդ, որը ապացուցել է, որ բիզնեսի աշխարհում կա, մարդ, որը չի եկել այստեղ գումար աշխատելու, գումարները լաթելու, եկել է աշխատանք անելու։ Արդեն 4 կողմից հարձակվում են վրան, արդեն ասում են հանդիպեց Սամվել Կարապետյանին։ Լավ արեց հանդիպեց։ Դրա մեջ տեսնում են ուտաստման, էլի կամաց զարգացում են միտքը, այստեղ բան աշխատում, Ռոբերտ Քոչյանի հետ հանդիպեց, որ մենք մտածեինք դավադրություն կա։ Դու դավադրությունը այսօր է, ինչ դավադրություն։ Սրանից վատ դավադրություն կա։ Սրանից վատ կարող է դավադրությունը լինի, որ Հայաստանում մարդ չի մնում։ Հեն Ալիևն ասում է, 2 տարի համբերը կայմար, առանց զենքի զուրնով դոլու սամանն անցնենք, մեկ անդեմ մարդ չի լինելու։ Երբ ձեզ մի բան էլ ասեմ Բոլիվիայից տարիներ առաջ երբ որ մաֆիան խեղդել էր, մի հետաքրքիր լոզունգ կար Բոլիվիայում։ Աերոպորտում իրենց օդանավակայանում կպցրել են մի հատ sense լոզունգ էին կպցրել, որ վերջին մարտին խնդրում ենք լույսը հանգցնել։ Այդ օրեն ենք ասել։ Հուսանք որ չգա այդ օրը։ Եվ վերջին հարցը շատ կարճ, լինել թե չլինել։ Շեքսպիրի այս հանրահայտ հարցադրմանը Գուրգեն Եղազարյանը not to be։ Բայց Համլետ ջան, դու աննով ես գտել Շեքսպիրին թե որտեղ Համլետի խոսքերով է հասկանալի չէ բայց այդ գտածը պարոն Ղուշյան ուղիղ ապացույցն է այն բանի որ ճիշտ է գտել որտեղ այսօր մեր հանրապետության համար ուղիղ Դոմոկյան սրի պես կախված է Շեքսպիրյան լինել թե չլինելը խնդիրը պետականություն կորցնելու մեջ է եւ ավելի քան արդիական է ձեր հաղորդումը Շնորհակալություն որ եկաք Շնորհակալ եմ Սիրելի բարեկամներ, այսօր մեզ հյուրընկալվել էր Գուրգեն Եղազարյանը, կարծում եմ առաջիկայում առիթ կլինի հանդիպելու, համենայն դեպս հուսանք, որ այդպես կլինի, իսկ այսօր այսքանով հրաժեշտ եմ տալիս եւ ցտեսություն ձեզ։